Ողջույն ձերի աղջիկներ, հետևորդներ, ձեզ ցույց տամ ինչքա իմ կոսմետիկայում աշխատանքային, աշխատանքի գնալուց ինչ եմ հետ վերցնում կոսմետիկայում։ Սա նոր եմ վերցրել, բայց էլ ինչ-որ կոսմետիկ հետքեր կա, էլի կլվանամ։ Մազերի ռեզին, մազերի բրոշ, մազերի երկրորդ բրոշ, տարբեր գույների, տենց։ Ուրեմն պուդրա, իմիջիալոց այս պուդրան սկզբից վատը չէր, հիմա մի տեսակ շատ գաջի էֆեկտ է տալիս դեմքին, չեմ հասկանում ինչով է պայմանավորված։ Հետո իրան թանկել էի առել բեռիսից, հիմա այս տենց բաներ չեմ անում, տենց տեղից աշխատում բաներ չառնեմ։ Հետո այս գուբկան, իհարկե, այս գուբկան լրիվ ուրիշ կոսմետիկ միջոցի գուբկա է, եթե իր գուբկայով կսում ես, вообще գաջի նման անստում, մի խոսքով սենց կիսատվել է ու արդեն իր տեքստուրան փոխվել է անհասկանալի կերպով։ Ոնց է կսում եմ, ուղղակի մենակ յուղոտ փայլը, թեթև տենց տպտպացնելով ուզում եմ յուղոտ փայլը վերացնել, գաջ է դարձնում դեմքը։ Երկու օր փորձեմ, եթե տեսնում չեմ ընկերանում, իրանից ազատվեմ։ Այստեղ Տոմֆորդ եմ ասում, Մոնտալի ռոզ մուսկուս օծանելիքն է, շատ ստոյկի հոտ է, շատ երկար մնում է։ Իրան մի փշիկը մի քանի օր հերիք է, որ ձեր վրայից լավ բուրի։ Սա այլի տենց դուխի, այսպես բուճուր դնում եմ, այս մեկը ոչ միշտ, երեք տենց հավես ունեի ավելի մի քիչ ստոյկի դուխու, սենց վերցնում եմ տանը անելուց հետո, որ հետո թարմացնեմ, հարմար բաներա, ինչա կոչվում, սրվակներա, պայուսակի մեջ կրելու և ճամփորդական և այսպես աշխատանքային, և այդ նույն օծանելիքը հետո դրսում էլ թարմացնելու համար վերցնում եմ։ Այս մեկը սկանդալի կարմիր չի է բորդո օծանելիքն է, հետաքրքիր բույր ունի, շատ նմանացնում եմ իրան Ջորջ Արմանիի My Wine։ Այս նույն Մոնտալի անալոգն է, բաբշե խորտ չեմ տա այս մեկը վերցնեք, ես առել եմ տենց 1500 դրամ էր, զուտ տենց դրսում թարմացնելու համար, տենց նմանություն չունի բույրին ու շտոտը ինչ-որ, մի խոսքով այս շեյք ֆիրման ինձ համար անհաջող պրոդուկտ է, ես օձիվներով էի տենց վերցրել, մի քանի բան վերցրել եմ, ոչ մեկից է գոհ չեմ եղել, նենց որ էլ չեմ վերցնի, հոտը սկզբից քեզ թվում է ինչ-որ նմանություն ունի, բայց սարի ու ձորի տարբերություն է, որակապես իրան փչացրել են, եթե ինչ-որ դուխու անալոգ եմ վերցնում, հիմա ես վերցնում եմ Դուբայի արտադրանք, այլ ոչ թե Թուրքիայի, սա թուրքականն է, էլ չեմ վերցնի, էլի։ Հաջորդը, իմ հետ վերցնում եմ մատիտներ, իմիջիալոց այս մատիտները հրաշք մատիտներ է, իրանից մի տուփ պատվիրել էի, հետո էլի պատվիրի, մի հատ էլ եմ պատվիրելու, որտեվ կարող է հետո էլ չլինի։ Սրանք ես պատվիրել եմ Թեմուից, շատ փափուկ, շատ լավ մատիտներ է, կոնկրետ այս տեսակը, արտիստ է կոչվում։ Ես մատիտը մի քանի մատիտներ եմ վերցնում ու խառնուրդներ եմ անում, ճիշտն ասած, դա համար ես մի քանի մատիտներ ունեմ։ Ես էլ եմ Թեմուից վերցրել այս մեկը, սա շատ յուղոտ է, որպես կոնտուր ոչ միշտ եմ օգտագործում, որովհետև ինքը հետո շուրթունքների վրայից ոնց որ սխա, հա, եթե մի քիչ յուղոտ տեքստուրայով շուրթներ ես սկսում։ Սա էլ շատ որպեսի թինթը շատ տեղ ես բղացում, թինթ չվերցնեմ, սա վերցրել եմ մի քիչ շուրթունքներին գույն հաղորդելու համար, եթե որոշեմ գլոս գցել։ Այս մակի կոնտուրը սենց շատ, ոյ, հեսա կվերցնեմ, սենց շատ մատչելի մի հատ պրոդուկտ, մի ժամանակ վերցնում էի սրանցից, Երևանում այդ Տիգրան մեծ պողոտայի վրա կար, դեպի Ռասիա իջնող, հիմա չեմ վերցնում, որակապես փչացրել են, տենց 150 դրամ էր լինում, շատ լավը, սա կարծեմ 360 դրամով գնել եմ Երևան City-ից, փակ շուկայի, ձեռքի վրա երևում է թե լավն է, բայց
երբ ուզում ես շրթունքներին տարածես, շատ չոր է, պիտի անպայման մի փոքր խոնավացնեմ, որ կարողանամ իրան քսեմ, ուղղակի գույնն է ինձ դուր գալիս, բայց ինքը տեքստուրան вообще խոր չեմ տա վերցնեք։ Այս հոնքերի մատիտա մեկ-մեկ նաև արդեն շրթներքը քսած երբ որ լինում, թեթև իրան վրայով գնում եմ, ինձ թարմացնող կոնֆետ, ուրեմն այսպիսի շրթներ այսօր քսեցի սա պայուսակից մեջ, որ տեսնեմ իրան օգտագործելու եմ, թե չէ, այստեղ թարմացնելու աշխատանքի վայրում թարմացնելու կարիք լինում է, ու կհասկանամ, եթե տեքստուրան ու ինքը ինձ դուր է գալիս գույնը, պահեմ, եթե չէ, կամանց ազատվեմ այն պրոդուկտներից, որոնք որել չեմ օգտագործում։ Սրանից եք ազատվեմ, մեջը մի քիչ կա, կտանք էլի ստատիկին, ինքը վարդի հոտ սիրում է, ես սրա հետ մի քիչ հաշտ չեմ, հետո շատ ծանր սրվակ է։ Այսա տատանվում էի, դրա համար այսօր վերցրել եմ պայուսակից մեջ եմ քսել, որ քսեմ հասկանամ, օգտագործում եմ, պահեմ, չէ, ազատվեմ։ Նույնից էլի կգնեմ, սա արդեն մի քիչ ուզում եմ հնանա ժամկետը հաճախորդների համար մեկ-մեկ որ դիմահարդարման հաճախորդ է վերցնում, իրանց սիրելի գույներից է 106-ը։ Այս պատվիրել էի Ազոնից, ինքը ֆիրման Belor Design, հոտը շատ լավն է, գույնը հաճելի գույն է, 6 համարն է, բայց, կա մի բայց, ինքը շատ ջրիկ տեքստուրա է, իրան օրվա մեջ անընդհատ պիտի թարմացնես, անընդհատ, կապ չունի, ինչ որ բան կերել ես, խմել ես, շուտ է անհետանում։ Ես տենց պրոդուկտներ այդքան չեմ սիրում, հիմա վերցել եմ, որ անուշ հոտ ունի, տենց գործի տեղը մեկ-մեկ թարմացնեմ, օգտագործեմ։ Դրա համար ես ավելի սիրում եմ, որ երկար է մնում։ Վերցել եմ այդ թեթև վազելին, ատամի թելիկ, ոյ, դնենք չկեղտոթվի, հոնքը սանրելու հարմարանք, այս տոնային է լինում, ոնց է մաքրես, հանդատ լինում է էլի։ Եվ սա ինձ համար բացահայտում էր, սա պատվել եմ Թեմուից, ինքը տենց մինչև 1000 դրամի շրջանում է տատանվում, մեկ-մեկ զեղչեր է լինում 800 քանից, 600 քանից, 700 քանից, սա իսկ կարծեմ 1000 քանիսով եմ գնել, բայց մի հատ է կպատվիրեմ։ Կոնկրետ այս տեսակի հայլայթերը, հենց այս տեսակի Young, ուրիշ ֆիրմայի պատվիրեցի, լավը չէր, հա, հենց այս տեսակի հայլայթերը պատվիրեցի, շատ դուրս եկավ իրա փայլիկները, իրա տեքստուրան, թե ոնց է դեմքի վրա նստում, որոշեցի պատվիրեմ մի հատ էլ կոնտուրը ճիշտն ասած վնասված էր եկե, հետ ուղարկեցի, կոնտուրն է կպատվիրեմ էլի, և որոշեցի մի հատ է բլաշը պատվիրեմ, այս բլաշը, որպես բլաշ ես իրան չեմ կարող օգտագործել, որովհետև շատ բաց գույն է, դեմքի վրա ճիշտ չի աշխատում, գույնը որ քսած մի հաշիվ է, հա, շատ է բաց, բայց ես իրան որոշեցի մի հատ որպես շրթներ կփորձեմ, չեք պատկերացնի ինչքան սիրուն անուշ շրթներ կա ստացվում, ես իրան որպես շրթներ կանգամ կպատվիրեմ, ընկերուհիներիս կնվիրեմ, որ իրանք է բացահայտեն այս պրոդուկտը, այնքան լավն է, հիմա ես լիքը մի 1000 հատ շրթներ կունեմ, ոչ մի բան էլ չեմ ուզում օգտագործել, մենակ սա եմ օգտագործում, շատ նուրբ, հաճելի տեսք է հաղորդում, հետո էլ նայեք, սենց, օպաս, այսա կմաքրեմ այդեղ, նայեք, այսպիսի պերսիկ, ռոզվի, կարիշնիվի, նյուդվի գույն է ինքը, նկարներում սա ճիշտն ասած ուրիշ գույն էր երևում, տեսեք, որպես բլաշ, չի կարա ինքը որպես բլաշ հանդիսանա, բայց, ես արագ սանք մի հատ հետ տնեմ, կարող է մարդ մտնի, բայց, լիքներս, մոռացան չէի ասում, հա նկաներում նորմալ ռոզվի երերում, բայց ինքը ռոզվի չի, ինքը պերսիկ, կեղտոտ, նյուդվի պերսիկ գույն է, ու շատ անուշ գույն է, սա կմաքրեմ քեզ, հենց էի ասում, սա նկաներում երևում էր սիրուն բաց գույնի ռոզվի, բայց ինքը ռոզվի էլ չի տենց, ինքը նյուդվի անուշ պերսիկ է, ոչ պերսիկ է, ոչ կարիշնիվի է, մի խոսքով նյուդվի հաճելի ինքը գույն է,
Սա էս իրա պոմպան նույնպես օգնում է, որ շրթներքը չի, բայց ես շրթներք եմ ասելու, որ ինքը շատ լավ տարածվի շրթունքների վրա, ուրեմն համ չունի, հոտ չունի, շրթունքների վրա նենց սիրուն էֆեկտ անստում, ոչ մատ անստում, ոչ յուղոտ անստում, ունենց հետաքրքիր սիրուն փայլ ունի, ֆինիշ ունի, մի խոսքով սա ով պատվիրի չի փոշմանի, շատ լավն է, ես 100% խորհուրդ եմ տալիս, ես իրանից երևի մի 2 հատ զապաս պատվիրեմ իմ համար, որովհետև հետո տեքստուրան փոխում են, թեմուն տենց բաներ ունի, ինքը տեքստուրան հետո ապրանքի փոխում է, կպատվիրեմ զապաս ունենամ, որովհետև ամենօրյա աշխատանքային, հաճելի, նյուդվի, գործնական բանա, շրթներ կա ինքը, ու տեքստուրան շատ լավն է, տեսեք, սա եթե լիներ 10,000 դրամ էլ, կամ ավել, տենց մինչև 15, ես իրան կառնեի, մտածել եմ, որ ինքը լյուքսին համարժեք ինչ-որ պրոդուկտ է, որովհետև տեքստուրան այդպես լավն է։ Մի խոսքով ես թեմոյից ուրիշ բլաշներ եմ պատվի, բայց նրանք ոչ մի դեպքում ես չեմ կարող օգտագործել որպես շրթներ, որովհետև սիրուն չի նստում։ Բայց կոնկրետ սա արդեն ինքը բլաշ չէ, որպես շրթներ արտակարգ միջոցով շատ լավն է։ Սրա հայլայթերն էլ 4-րդ համարի շատ լավն է, այս բլաշն էլ կա սրա առաջինը եւ երկրորդը, առաջինը շատ բաց է, չգիտեմ, լավը կլինի, սա առանձին է բաց է նստում շրթունքների վրա, հաճելի բաց է նստում, հենց այս գույն չեմ ես մատիտ անում, մի քիչ մուգ եմ անում ու շատ սիրուն է ստացվում, կարիճնիվի գույն մատիտ եմ անում։ Մի խոսքով այսքանն է իմ աշխատանքային կոսմետիկայի մեջ ու իմ պայուսակի մեջ ծանրությունը հիմնականում ավելի շատ սա է։ Այսքանը, հուսով եմ օգտակար վիդեո էր, եթե պրոդուկտների վերաբերյալ ինչ-որ բաներ հետաքրքրի, ասեք, իսկ եթե այս տեսանյութը նայելուց հետո ձեզ կհետաքրքրի ու կգնեք, մեկնաբանություններում գրեք հավանեցիք թե չէ։